Ողջույն, այս դասին կխոսենք FHS-ի մասին, հա, File Hierarchy System, File Hierarchy System, բերեք գանք root դիրեկտորիա, մենք հիմա root դիրեկտորիայում ենք այստեղ, ուրեմն կխոսենք, թե այս ֆոլդերները, որոշները ինչ են, հա, նշանակում, Linux-ում ամեն ինչ սկսում է root դիրեկտորիայից, ահա այստեղից մենք root դիրեկտորիայում ենք, հա, այսի ամենաբարձր լեվելի ուրեմն ֆոլդերն է, հա, file system-ի հիերարխիա ամենավերևում է, ամեն ֆայլ ու ամեն դիրեկտորիա ոնց որ գտնվում է արմատային դիրեկտորիայի տակ, հա, սա արմատային ուրեմն դիրեկտորիան է սա, մյուս դիրեկտորիան դա cd bin, բերեք գանք այստեղ bin, ls, տեսնենք bin-ի մեջ լիքը բաներ կա, ուրեմն ինչ է bin-ը, bin-ը կրիտիկական, ասենք ասած, հրամանների բինարկեքն է պարունակում բոլոր user-ների համար, հա, օրինակ ստե հրամաններն են, հա, login ctl, logname եւ այլն եւ այլն, wget հրամանը, vc հրամանը, w հրամանը եւ բոլոր բինարկեքը, հա, որոնք հասանելի են բոլոր user-ներին, որոնք պետք են համակարգի, ուրեմն օպերացիայի համար, հա, գործողությունների կատարման համար, տակ մաքրենք էկրանը, հա, գանք մեկ դիրեկտորիա վերև, նորից ls անենք եւ գանք հիմա ուրեմն cd boot այստեղ, ինչ է սա պարունակում է բոլոր այն ֆայլերը, որոնք անհրաժեշտ են boot process-ի համար, boot process-ը դա այն է, երբ մենք միացնում ենք Linux-ը, հա, եւ այստեղի ֆայլերը պետք են, որպեսզի մեր համակարգը սկսի գործել, այստեղ կան ուրեմն Linux kernel-ը, հա, մեր Linux kernel-ը այստեղ է, այստեղ գտնվում է init hard-ին, հա, տակ, ահա, init hard-ին, initial RAM disk-ը, հա, ու սենց, բոլոր այն ֆայլերն են, որոնք պետք են, որպեսզի մեր համակարգը սկսի boot process-ի համար է, սա, բերեք գանք մեկ դիրեկտորիա վերև, ls cd dev, մաքրենք էկրանը, տանք ls, այստեղ պահվում են բոլոր device-ների ֆայլերը, հա, virtual device-ներ, hardware device-ներ, քանի որ Linux-ում ամեն ինչը ֆայլեր է, հա, օրինակ սա CPU-ի device-ի ֆայլերն է այս ֆոլդերում գտնվում, ու տենց լիքը ֆայլեր, օրինակ TTI 36-ի, հա, terminal 36-ի, terminal 0-ի, TTI line-ի, էլի, ու բոլոր virtual եւ hardware device-ների ֆայլերը, օրինակ այլ ինչ կա, մեր օրինակ դիսկերի մասին ինֆորմացիան ֆայլերը գտնվում է այստեղ, փորձենք այստեղ ման գալ, ահա, սա մեր դիսկերի storage-ների, հա, hard disk-ի մասին, ուրեմն նրա, ասենց ասած, device ֆայլն է, տակ, գանք էլի վերև, cd 1.2 cd etc etc-ն ուրեմն պարունակում է specific configuration ֆայլեր, հա, ծրագրերը, որոնք դուք install եք անում, կարող են ստեղծել այստեղ sub դիրեկտորիաներ եւ կազմակերպել իրենց ուրեմն ֆայլերը այստեղ եթե օրինակ դուք տակ ls կտեսնեք այստեղ օրինակ կա docker, հա, բերեք գնանք cd docker եւ այստեղ docker-ի configuration ֆայլեր օրինակ լինեն, հա, տակ գանք այստեղ ls տանք, տեսնենք էլ ինչ կա, մեկ վայրկյան ls, ու այստեղ դուք կարող եք գտնել, հա, ծրագրերի configuration ֆայլեր, օրինակ ssh, ssd, gnome-ի, չգիտեմ, maven-ի եւ այլն, այստեղ configuration ֆայլերն են, մաքրենք էկրանը, cd 2 ls cd home դիրեկտորիա, այստեղ, սա ուրեմն դիրեկտորիա է, որը պարունակում է user-ների մասին ինֆորմացիա, օրինակ եթե մենք ստեղծենք John անունով user, home դիրեկտորիան կստեղծվի John directory, հա, եւ նրա մեջ կպարունակվի John-ի մասին ինֆորմացիա, այսինքն սա user-ների ուրեմն ինֆորմացիան է, բայց բացառությամբ root user-ի, հա, root user-ը այստեղ ուրեմն Linux-ում կա root user, հա,
root user-ը այստեղ չի պարունակում դիրեկտորիա, root user-ը cd root իր համար հատուկ դիրեկտորիա կա։ Так, ինչա պետք, մեկ վարքյան, ls root, լավ, վերեք նախ ես սենց անեմ, sudo su cd root, դա root user-ի ուրեմն դիրեկտորիան է, վերեք այստեղից exit տանք, ls cd lib գանք, հա, lib ու ls տանք, ինչը lib-ը պարունակում է shared library-ներ, որոնք պետք են օրինակ basic binary-ների համար, այսինքն ինչ-որ binary-ներ կան, որոնց համար library-ներ են պետք և այդ library-ները դուք կարող եք գտնել այստեղ, հա, так, այս library-ները, ուրեմն այս lib-ում գտնվող library-ները պետք են bin-ում, հա, մեկ է s bin-ում գտնվող essential, հա, executable ծրագրերի համար, так, մաքրենք սա, գանք հետ և գնանք cd media, ls տանք, ինչը մեդիան, մեդիան ուրեմն օգտագործվում է mounting point-ը, հա, removable device-երի համար, ինչը removable, օրինակ USB-ն դուք դնում եք դա և հանում եք, դա removable device է, կամ ինչ-որ device, եթե դուք կպցնում եք ձեր համակարգչին, օրինակ USB-ներ, CD-ներ, արտաքին դիսկեր, հիշողության սարքեր և այլն, գանք էլի հետ, ls cd mnt, ls տանք, mnt-ին դա ժամանակավոր mounting point-ը, հա, ձեր file system-ների համար, օրինակ ինչ-որ բան եք ուզում mount անեք, դուք ժամանակավոր այն mount եք անում այստեղ, mnt-ում, որոնք օրինակ դուք ձեռքով եք, հա, mount անում, так, գանք հետ, cd opt, սա պարունակում է, սենց ասած optional և երորդ, հա, third party application package-ներ, հա, որոնք ես install եմ արել, ուրեմն իմ համակարգչում, օրինակ Google Chrome եմ install արել, Containerd եմ install արել, սա իհարկե չգիտեմ ինչա ներկապային, բայց երորդ ուրեմն third party ծրագրերի համար է, մյուսը cd get run, գանք այստեղ, pvd տանք, ինչը run-ը, սա պարունակում է runtime data, այսինքն runtime ինֆորմացիա, որոնք generate ենք անում boot-ի, օրինակ boot process-ի ընթացքում, հա, boot process-ի ընթացքում, օրինակ ինչ-որ ժամանակավոր state information-ներ, այսինքն ինչ-որ բանի ժամանակավոր նրանց իրավիճակի մասին, process-ների ID-ները և այլն, սա ուրեմն այդ ինֆորմացիան է, որը generate է լինում boot-ի ընթացքում, մաքրենք, գանք մեկ դիրեկտորիա վերև և cd sbin, ls տանք, sbin-ը ուրեմն պարունակում է binary-ներ, հա, binary ծրագրերի բինարկեքը, որոնք օգտագործվում են system administration-ի համար, սովորաբար այստեղ օգտագործում են root user-ի հրամանները, այսինքն այն հրամանները, որոնք սովորական user-ի տակից դուք չեք կարող կատարել և անհրաժեշտ է root user-ը, հա, սրանք այդ հրամաններն են, հա, system administration-ի համար, cd, նորից մաքրենք, տանք, cd srv, ls տանք, srv-ն պարունակում է ոնց որ տվյալներ, որոնք ծառայում են system-ի սերվիսների համար, քանի որ system-ն ունի սերվիսներ, նրանք օրինակ ինչ-որ սերվիսներ, հա, մենք install ենք արել մեր համակարգչի վրա և նրանց համար data է պետք, հետևաբար այդ data-ն կարելի է գտնել այստեղ, так, գանք էլի վերև, cd usr, ls տանք, այստեղ պարունակում են user related ծրագրերը, այսինքն user related նշանակում է դա ուրեմն օգտագործողի, հա, ինչ-որ user-ին վերաբերող ծրագրերն են, սրանք միայն read-only data-ներ են, այսինքն դուք դրանք կարդաք, օրինակ այստեղ կան library-ներ, չգիտեմ, դոկումենտացիաներ, application-ներ և այլն, գանք հետ, cd proc, գանք այստեղ, ls տանք, proc-ը դա virtual file system է, որը տալիս է real time information, օրինակ
Process-ները, սա մեր process-ների ID-ներն են, հա, ինչ process-ներ ունենք, առաջի process-ը հիմա running է լինում եւ այստեղ կան, այսինքն եթե դուք ինչ որ ծրագիր install անեք եւ run անեք եւ այն ինչ որ process-ի տակ աշխատի, այդ process-ի մասին ինֆորմացիան դուք կարող եք այստեղ կարող եք գտնել kernel-ի մասին ինֆորմացիա եւ running process-ների մասին ինֆորմացիա։ Так, մաքրենք էլի էկրանը, cd, так, cd var, գանք այստեղ, ls տանք։ Var-ում դուք կարող եք հիմնականում variable data կա, փոփոխող data, որոնք կարող են ուրեմն փոփոխվել սիստեմայի աշխատելու ժամանակ, հա, օրինակ log-երը, mail-երը, cache-երը եւ այլն, այստեղ օրինակ log-եր կա, mail-երի ֆայլեր կա եւ այլն։ Так, երևի թե այսքանը file system-ների մասին,